Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրի բժշկական կենտրոնի մաշկասեռավարակաբան Դավիթ Ղարագյոզյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ։ Բժիշկ, արդեն շուրջ 1 ամիս է Գյումրու բժշկական կենտրոնում գործում է մաշկաբանական կաբինետը։ Եվ կխնդրեի ներկայացնեիք, թե ինչպիսի ծառայություններ եք հիմնականում մատուցում։ Այո, բարև ձեզ կրկին, ես Դավիթ Ղարագյոզյանն եմ, աշխատում եմ Գյումրու բժշկական կենտրոնում որպես մաշկաբան վեներոլոգ, մոտ 1 ամիս է, շուրջ 1 ամիս է աշխատում եմ որպես մաշկաբան վեներոլոգ, մեր մոտ իրականացնում ենք մաշկային հիվանդությունների, եղունգների հիվանդությունների, մազաթափությունների, բուժում և ախտորոշում, Ինչպես նաև խորհրդատվություն, այո։ Եվ այս 1 ամսվա ընթացքում ունեցել ենք արդեն բուժարուներ։ Այո, իհարկե ունեցել ենք, քաղաքացիները ակտիվ գալիս են, դիմում են իրենց խնդիրներով, ստանում են իրենց խորհրդատվությունը, ստանում են իրենց բուժումը։ Ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզում, ինչու՞ չէ նաև մեր հարակից մարզերում հաճախ հանդիպող այս մաշկային հիվանդությունները, որոնք են։ Լավ հարց տվեցիք, հաճախ հանդիպող մաշկային հիվանդությունները իմ պրակտիկայում եղել են հիմնականում պսորիազ, սեբորիային դերմատիտ, կորիակային հիվանդություն, նույն ինքը ակնեն։ Մարդիկ շատ դիմում են պապիլոմաների, գորտնուկների հետ կապված խնդիրներով, ատոպիկ դերմատիտներով, մազաթափություններով, մաշկային սնկային հիվանդություններով, այսինքն սնկերի շնորհիվ ախտահարված։ Կարծես թե մաշկային բոլոր հիվանդություններով դիմել են եւ դիմելիությունն էլ բավականին բարձր է։ Այո, Քանի որ մեր հաղորդման ձևաչափն այնպեսին է, որ պետք է անպայման ներկայացնենք մի քանի հիվանդություններ, ես կուզենայի, որպեսզի մենք հիմա խոսեինք կոնկրետ հիվանդություններից։ Երևի թե սկսենք հենց տարածված հիվանդություններից մեկի մասին խոսել, պսորիազը, ինչ է այն իրենից ներկայացնում, ինչպես է առաջանում եւ արդեն որպես մասնագետ ինչ բուժում եք առաջարկում։ Շատ լավ, մեր բնակչության մեջ բավականին տարածված է պսորիազ հիվանդությունը։ Իր առաջացման պատճառները լիովին վերջնականապես բացահայտված չեն։ Բուժումը նույնպես լիովին բացահայտված չէ։ Այսինքն չեն կարող պսորիազը մինչև վերջ բուժել, որ ինքը չկրկնվի, այսինքն մեծ հավանականություն ունի կրկնվելու։ Պսորիազ հիվանդությունը ինքը աուտոիմուն հիվանդություն է, ժառանգական փոխանցվող հիվանդություն է։ Ժառանգական փոխանցմամբ հիմա որ նշեցի, մարդիկ կասեն, որ իմ մամայի, պապայիս, տատիկիս, պապիկիս մոտ չկա, չի եղել, բայց իմ մոտ կա։ Ես հիմա համեմատություն տանեմ, մի փոքրիկ համեմատություն տանեմ, մեզ բոլորիս հայտնի երևանյան հիվանդության ու պարբերական հիվանդության, ժողովրդական լեզվով ասած երևանյան հիվանդության հետ, որ կարող են ծնողների մոտ չլինել, բայց երեխայի մոտ լինել։ Այսինքն այն ժողովրդական լեզվով ասած 7 պորտ հետո դուրս գցի։ Այո, կարող է նախապապերի մոտ լինի։ Այո, ինքը դասվում է այդպիսի հիվանդությունների շարքին։ Բուժումները պսորիազի շատ բազմապիսի է։ Նայած ընթացքից, նայած իր վիճակից, ծայրահեղության աստիճանից, բարդությունից, այո, կողմնակի հիվանդություններից, տարիքից, յուրովի է, յուրաքանչյուրի մոտ յուրովի է։ Վերջնական արդյունք ունենում ենք։ Վերջնական արդյունք որպես այդպիսին կնշեմ, որ այստեղ մի հատ ուրիշ հարց տամ ձեզ, վերջնական ասելով, այսինքն վերջնական բուժվեց, մարդը մոռացավ, որ ինքը ունեցել է պսորիազ հիվանդությունը։ Տեսեք, դա մտնում է ռեմիսիայի փուլ, այսինքն ոնց որ քնի հիվանդությունը, բայց այն կրկնվելու հավանականությունը, որ ասացի, մի օր ինչ պատճառներով նորից ինքը կարող է գլուխ բարձրացնել, այո։
Բժիշկ, շատ են նաև դեպքերը այս հիվանդության հետ կապված, երբ բուժարուն դիմում է այս կամ այն բժշկին, այդ կրկնվելու հատկությունը ի վերջո հաշվի չառնելով հիվանդության մտածում է, որ միգուցե բժիշկը ճիշտ բուժում չի տվել եւ հույսը դնում է համացանցի վրա, ինչպես որ այս մեր օրերին շատ դեպքերում անում են բուժարուները։ Այսպես հա պատվիրում են տարբեր քսուկներ եւ այլն, ունեցել եք օրինակ այդպիսի արդյունք բարթացված արդեն, երբ առանց բժշկի ցուցումով տվյալ քսուկը օգտագործել են, ավելի վիճակը բարթացրել են ու եկել են։ Այո, լավ հարց եք բարձրացնում։ Ունեցել եմ նման դեպքեր, երբ մարդիկ այս բժշկից այն բժշկի մոտ գնալով հոգնել են արդեն բժշկի մոտ այցելելուց, ստիպված համացանցից են օգտվել, տարբեր քսուկներ են օգտագործել, տարբեր քսուկներ են առել, չգիտեմ, պատվիրել, դրսից այլ երկրներից բերել ու իրենց վիճակը էլ ավելի վատացրել, որովհետև այդ քսուկները, որոնք որ չունենալով ոչ մի լիցենզիա, ոչ մի ինչ-որ ապացուցողական բժշկության մեջ հայտնի ոչ մի բան, օգտագործել են ծանրասեր վիճակը ու արդեն ստիպված եկել են ու դա եւ բժշկի համար է բարդություն ներկայացնում, եւ պացիենտի համար է բարդություն ներկայացնում, բուժառուի համար է բարդություն ներկայացնում, բայց եղել են նման դեպքեր, այո, եղել են։ Իսկ հատուկ սննդակարգ կա, որպեսզի գլուխ չբարձրացնի այս հիվանդությունը։ Որպես այդպիսին հատուկ սննդակարգ, որ խոսքը միայն դնենք սննդակարգի վրա, այդպիսին չկա, բայց սննդակարգը եւս կարեւոր է փսորիազով հիվանդների մոտ, այո, կարեւոր է։ Պսորիազ եւ էկզեմա, այս հիվանդությունների միջև կա նմանություն եւ տարբերություն։ Պսորիազ եւ էկզեմա ավելի գլոբալ, էկզեմա մաշկի բորբոքում կարելի է այսպես ձևակերպել, իսկ պսորիազը առանձին ինքը մաշկային հիվանդություն է։ Իսկ էկզեմայի դեպքում կա բուժում կոնկրետ եւ վերջնական։ Ոչ կրկնվելու հատկությամբ։ Էկզեմայի դեպքում լինում են դեպքեր, որ վերջնական բուժում այո ստանում է մարդը։ Իսկ առաջացման պատճառները որոնք են։ Առաջացման պատճառն էկզեմայի մասն է խոսքը։ Այո։ Էկզեմայի առաջացման պատճառները բազմապիսի են, որովհետև մենք չենք խոսում կոնկրետ մի հիվանդության մասին, կոնկրետ մի դեպքի մասին չենք խոսում։ Էկզեման ինքը լայնածավալ հիվանդություն կարելի է իրան անվանել։ Այդպիսի մի լայնածավալ հիվանդություններ իրենից ներկայացնում է սնկային հիվանդությունը, որը տարբեր դրսևորումներ է ունենում, ճիշտ է։ Այո, ճիշտ եք։ Ճիշտ եք։ Եվ ամենից հաճախ հանդիպողը որն է։ Իմ պրակտիկայում ամենից հաճախ հանդիպում է եղունգների սնկային հիվանդություն, գլխամաշկի սնկային հիվանդություն, իրանի ոտնաթաթի սնկային հիվանդություններ։ Այն նշեցիք եղունգներ։ Այս դեպքում ավելի հաճախ տղամարդկանց թե կանանց մոտ է հանդիպում։ Ավելի հաճախ այս վերջին ընթացքում, այս վերջին տարիներին նկատում եմ, որ ավելի հաճախ կանանց մոտ է եղունգների ախտահարումը առաջանում։ Եվ պատճառը ըստ մասնագետների։ Ըստ մասնագետների ու կարծիքների այդ մատնահարդարման սրահներում, որ կանայք գնում են մատնահարդարում են անում, այդտեղից է ավելի շատ գալիս։ Առաջանում։ Այդտեղից է ավելի շատ առաջանում, այո, այդտեղից են վարակվում, այդտեղից են բերում, լավ sense ասենք։ Իսկ մաշկային այլ հիվանդությունները արդեն առաջացման պատճառները որոնք են։ Մաշկային այլ հիվանդությունները սնկայինի առաջացման, տեսեք, հիմնական շեշտը կարելի է դնել դեղորայքային, որ դեղորայքի հակաբիոտիկների հակաբիոտիկներից առաջացած սնկային հիվանդություններ։ Մի քիչ ստեղ կարելի է առանձնացնել երեխաներին, որովհետև երեխաների մոտ մի քիչ ավելի հաճախ է նկատվում դա, ու իմ պրակտիկայում մի քիչ ավելի շատ են երեխաները հիվանդ դիմում։ Ինչ են անում, բժիշկը նշանակում է իրենց հակաբիոտիկներ, երևի ճիշտ չեն ընդունում, սխալ են ընդունում, դոզավորումը ճիշտ չեն անում, ժամանակը ճիշտ չեն օգտագործում, կամ բժշկի ասած ձևով չեն օգտագործում,
որից հետո նկատվում է մաշկային սնկային հիվանդությունների գլուխ բարձրացում, այո։ Բուժելի է այն։ Այո, բուժելի է, վերահսկելի է, նույնիսկ հնարավոր է չկրկնվի, բայց դեպքեր շատ են լինում, որ կրկնվում են, այո։ Հաջորդ տարածված հիվանդությունը թերևս դեռահասների մոտ դա ակնեների, կոյակների ավելի շատ ցայտուն դրսևորումն է։ Սա հիմնականում ինչով է պայմանավորված եւ հաճախ են դիմում։ Այո, կորյակային հիվանդություն կամ ակնե հիմնականում ավելի հաճախ դիմում են դեռահասային տարիքում, դեռահասները։ Աղջիկ տղա հարաբերակցությունը ինչպիսին է։ Կանանց աղջիկների մոտ մի քիչ ավելի շատ, աղջիկների մոտ մի փոքր ավելի շատ է նկատվում այդ հիվանդությունը։ Դրանք այն հիվանդություններն են, որ դեմքի, ուսագոտու, կրծքավանդակի, մեջքի շրջանում այդ բզուկներ, կոչեցյալները, որոնք որ առաջանում են, լինում են բզուկներ, այդ բզուկներին ու սենց ասեն, բզուկ ասենք անունը, թարախային տեսքով, ճարպային, այն սև կետիկները, որ առաջանում են դրանք բոլորը մտնում են կորյակային հիվանդության մեջ։ Կորյակային հիվանդությունը բուժելի է, վերահսկելի է, իհարկե կրկնվելու հավանականություն էլի կա, էլի լինում է, որ կրկնվում է, բայց ամեն դեպքում ինքը վերահսկելի հիվանդություն է։ Նախքան բժշկին դիմելը, դեռահասը, ասում են ձեռք չի կարելի տալ եւ այլն, բայց արդեն ուշ է բուժարում եւ ձեռք է տվել եւ սեղմել է, փորձել է ինքնուրույն դրանից ազատվել եւ այլն։ Այս իրավիճակը ինչպես կարելի է վերահսկել։ Այս իրավիճակը ինձ թվում է չեն կարող վերահսկել, որովհետև մարդուն ինչքան ուզում եք դուք ասեք մի սեղմիր, ձեռք մի տար, մի պոկիր, ամեն դեպքում ինքը Անհարմարություն է, պատճառում պիտի հեռացնի։ Այո, էլի ինքը սեղմում է, ձեռքա տալիս, պոկում է եւ այլ եւ այլ։ Գալիս են տենց հիվանդներ էլ կան, որ գալիս են, բուժում ենք, կարգավորում ենք, հանգստացնում ենք։ Գոնե այդ ընթացքում դադարում են ձեռք տալ։ Ինչքան որ հնարավոր է, շեշտը դնում ենք, որ այո, մի ձեռք տվեք, մի սեղմեք, մի պոկեք, ու ամեն այցի ժամանակ նույնը կրկնում ենք ու ոնց որ թե ստացվում է, այո, ոնց որ ստացվում է, որ հասնենք այն նպատակին, որ գոնե ձեռք չտան։ Այսինքն այս դեպքում ավելի շատ եւ բուժարուն եւ բժիշկը պետք է համբերատար սպասեն գործընթացի ավարտին, որպեսզի տեսանելի լինի արդյունքը։ Այո, շատ լավ հարց տվեցիք ու ոչ միայն այս դեպքում, բոլոր մաշկային խնդիրների դեպքում, որ պետք է եւ բուժարուն եւ բժիշկը զինված լինեն համբերությամբ, որպեսզի հասնեն լավ արդյունքների։ Թերևս ես ուզում եմ կրկին վերադառնալ սնկային հիվանդությանը։ Մենք ունենք նաև դեպքեր գլխամաշկի հետ կապված, ճիշտ է։ Այս դեպքում ինչպես կարելի է խուսափել երևույթից։ Խուսափել երևույթից հատուկ ինչ-որ կանխարգելիչ միջոցառումներ, որպես այդպիսին խորհուրդ չեմ տա անել, այսինքն գիտեք, բերեք օրինակ բերեմ, այս տեսակ, այդ նույնն է, ոնց որ ասենք գլխացավի դեղ խմենք, որ գլուխս չցավի։ Հա։ Այո։ Ոչ թե ցավում է, խմենք անցկացնենք ցավը, այլ խմենք, որ հանկարծ չցավի։ Նույն տրամաբանությամբ կանք, լավ։ Հիմա նույնն էստեղ կարող ենք, ինչ հակասնկայիններ օգտագործենք, որ հանկարծ սնկերով չվարակվենք, ճիշտ չի լինի այդպես, հա։ Այսինքն այսպես թե այնպես երբ կա խնդիր, պետք է գալ անպայման բժշկի մոտ։ Այո, երբ խնդիրը գլուխ է բարձրացնում, անպայման դիմել բժշկի։ Իսկ մազաթափության խնդրով երբևէ դիմել են։ Այո, դիմել են, մազաթափության խնդիրներով են դիմել, իհարկե։ Որովհետև կան նաև մազաթափության մի շարք տեսակներ, որոնք վերականգնվում են, չեն վերականգնվում շատ դեպքերում։ Այո, մազաթափությունը ինքը շատ մեծ թեմա է, որ կարելի է շատ երկար խոսել, որովհետև ինքը միայն մաշկային խնդիր չի, եւ ներզատական խնդիր է ավելի հաճախ նաև։
Դրա համար ինքը շատ մեծ թեմա է ու շատ երկար կարելի է խոսելու հստակ, որ ասել ինչից ասենց ուղղակի մարդի դեմքին նայելով կամ թափված հատվածին նայելով, իհարկե դա սխալ է։ Պետք է կոնկրետ հետազոտություն անցնել բժշկական։ Այո, պետք է հետազոտություններ արվի, այո։ Ահա։ Հաջորդ տարածված հիվանդությունը, հա, թերևս պապիլոմաներն ու գորտնուկներն են։ Այո։ Շատ են դիմում։ Բավականին շատ են պապիլոմաներով եւ գորտնուկներով վարակված մարդիկ։ Պապիլոմաներն ու գորտնուկները իրանք ինչպես հայտնի է, ինչպես տեղյակ ենք, մարդու պապիլոմա վիրուսի հարուցած մաշկային դրսևորումներն են, որոնք որ Գյումրու կենտրոնում կատարվում է իրենց հեռացում հեղուկ ազոտի միջոցով, կրիոդեստրուկցիա, կամ ինչպես հայտնի է կրիոթերապիա։ Մեր մոտ մեր կենտրոնում, մեր կաբինետում կատարվում է, անցավ է, առանց ցավազրկող տեղանյութերի, առանց ցավազրկող ներարկումների, արագ է, ավելի հեշտ է եւ պացիենտի համար, բուժառուի համար եւ բժշկի համար, ավելի մատչելի է, ավելի պարզ է։ Այսինքն այլ տարբերակներ էլ է գործում։ Այո, բազմապիսի տարբերակներ կան, կոնկրետ մեր մոտ հեղուկ ազոտով ենք մենք հեռացնում։ Արդյունքը ինչպիսին է։ Ես կգնահատեմ գերազանց, Դրանք չեն կրկնվում։ կրկնվում են։ Կրկնվում են։ Այսինքն այդ վտանգը կրկին կա։ Քանի որ ինքը վիրուսային ծագման հիվանդություն է, այսինքն ինքը ունի կրկնվելու հավանականություն։ Կրկնվում են։ Բժիշկ Ղարագյոզյան, քանի որ արդեն մոտ 1 ամիս է դուք աշխատում եք Գյումրի բժշկական կենտրոնում, այսինքն համալրել եք նրանց շարքերը, թիմային աշխատանքը ինչպես է ստացվում։ Շատ լավ, շատ հանգիստ, շատ պարզ։ Գոհ եմ։ Թիմային աշխատանքից Գյումրու բժշկական կենտրոնի գոհ եմ։ Ամեն ինչ լավ է։ Հետազոտություններ, խորհրդատվություն այս ամենի կազմակերպումը ինչպես եք իրականացնում։ Կատարվում է ամեն ինչ։ Նպաստավոր պայմաններ կան։ Այո, իհարկե, նպաստավոր պայմաններ կան, ամեն ինչ լաբորատոր գործիքային հետազոտություններ հագեցած են։ Փառք Աստծո։ Եվ ձեզ երբ կարելի է գտնել Գյումրի բժշկական կենտրոնում, շաբաթվա բոլոր օրերին, թե Ոչ, կան հատուկ օրեր։ շաբաթվա ուրբաթ օրը։ Ամեն ուրբաթ ժամը 9-ից մինչև ժամը 4-ը։ Ես լինում եմ Գյումրու բժշկական կենտրոնում։ Բժիշկ Ղարագյոզյան, եւ մեր հաղորդման վերջում ես կուզենայի, որպեսզի դուք մեր հեռուստադիտողներին, հա, որպես մասնագետ, ձեր կոչը եւ հորդորը հղեիք։ Հորդորում եմ մեր ազգաբնակչությանը, եթե ունեք որևէ խնդիր, ոչ միայն մաշկային, այլ առհասարակ առողջության հետ կապված որևէ խնդիր, խնդրում եմ շուտ դիմել բժշկի։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էին Գյումրի բժշկական կենտրոնի մաշկասեռավարակաբան Դավիթ Ղարագյոզյանին։ Դե ինչ, ականջալուր լինենք բժշկի հորդորներին եւ մնանք առողջ։ Մեդինֆոներ եթերում կհանդիպենք։